Բայց փաստորեն ասորական աղբյուրները գալիս են օգնելու, լրացնելու մեր, ասենք, Urartu-ի կողմից արտադրված, եթե այսպես կարելի ասել, գրական նյութ, ինչքան է, մոտավորապես ինչքան մենք ուրարտական սեպագիր արձանագրություն ունենք։ Շատ դժվար է այդպես ասել, ասում են մոտ 800, այստեղ գիտեք ինչն է, ասենք օրինակ, որպես մեկ միավոր կարող է հաշվել խորխորյան տարեգրությունը արգիշտի, որը հին աշխարհի ամենաընթարցակ սեպագրերից մեկն է, եւ ասենք օրինակ մի վահանի վրա արված մի տող կամ մի քանի տող արձանագրություն։ Բոլոր ամենը մի միավոր է համարվում։ Այս սովորաբար այդպես են անում։ Բայց ամեն դեպքում 800-ը բավական նյութ է ուսումնասիրելու համար։ Բավական նյութ է, բայց բավական քիչ է։ Որովհետև քիչ են նաև ուրարտական սալիկները, սեպագիր սալիկները, որոնք արխիվն են, որոնք նամակագրությունն են, գլխավորապես Կարմիր բլուրից գտնված, եւ եթե սալիկները այդ արխիվը գտնվի, որովհետև սովորաբար քարի վրայի արձանագրությունները իրանք գլխավորապես տրաֆարետային են։ Ես այս մեկը կառուցեցի, արշավեցի, գրավեցի, այրեցի, նաև շատ ստանդարտ տեքստեր են, իհարկե կան այնտեղ կրոնական, ծիսապաշտամունքային բնույթի տեքստեր, որոնց ընթերցումն արդեն նույնիսկ բավական դժվար է, եւ շատ հաճախ նաև մասնագետները նշում են, որ օրինակ զերծ են մնում ընթերցումից կոնտեքստն են հասկանում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ այո, սեպագիրը շատ կարևոր էր ու նաև սեպագիրը ես հիմա մի հոդված եմ գրում այդ առումով, շուտով կհանձնենք, զեկույցով եմ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում հանդես եկել, սեպագիրը նաև ֆրոնտիրի կարևորագույն չափորոշիչ է։ Այս պարագայում ինքը սահմանազատում է ու եկեք հիշենք էլի պատմահայր Մովսես Խորենացուն, ընդ որում հենց Խորենացու շնորհիվ է, որ ուրարտագիտությունը սկսվել է հենց որ տեղեկության, որը պատմում է, որ Շամիրամ Թաքուհին եկավ կառուցեց Վան քաղաքը, սարքեց կառույցներ եւ այլն, եւ նաեւ ժայռերը հարթեցրեց եւ ինչ որ անհասկանալի գրեր թողեց եւ նաեւ ասում է, որոնք կան նաեւ մեր երկրի այլ տեղերում եւ նաեւ շատ դեպքերում դրանք որպես սահման են ծառայում։ Տեսեք, նույն Խորենացին արդեն այն ժամանակ դրա մասին խոսում է։ Եվ տեսեք, եթե մենք նայենք սեպագիրը, գիտենք, նույն այդ խորհրդանշական իշխանության ինստիտուտի մասին, դրա մասին բավական անդրադարձել է օրինակ նշանավոր սոցիոլոգ Պիեր Բուրդյոն, հիմա խորհրդանշական իշխանության կարևորագույն բաղադրիչներից մեկը գիրն է, եւ այնպես դու ինչպես կօգտագործես։ Շատ հաճախ ուրարտական արքաները, որը շատ ընդունված էր հին մերձավոր արևելքում, սեպագիրը այնպես են դնում, որ նվաճեցին այդ երկիրը, որ դու գլուխդ բարձրացնես ու նայես, այսինքն ինքը իշխիկ ես։ Այստեղ շատ կարևոր է ու պատկերացրեք դուք, ասենք, դուք Շիրակից եք, չէ՞, արմատներով, ասենք, պատկերացրեք դուք Էրիախի երկրի մահկանացու նայում եք Մարմաշենի արձանագրությանը, իհարկե բան չեք հասկանում, որովհետև դա պահանջում էր գիտելիքներ, բայց նաև ինչ որ սրբազան աստվածային բան է եւ կողքասում են, էսի թողել է Արգիշտի թագավորը։ Այսինքն Արգիշտին ասում է, ես տեղ եմ։ Կոպիտ ասած, սա իր ներկայությունն է։ Եվ եթե մենք սկսենք համադրել տարբեր արքաների կողմից թողած սեպագրերը, նույն ֆրոնտիրի սահմանագոտու վերաբերյալ շատ հետաքրքիր պատկեր ենք ստանում։ Տեսեք, Սարդուրի երկրորդը գնում է Սևանի ավազան եւ Սևանի ավազանում վերցնում է տարբեր երկրներ, միացնում է պետությանը եւ մեր այս պարագայում արևելյան սեպագիրը ծովակի սեպագիրն է, որտեղ իմիջիայլոց Ուրտեխե երկրի մասին է հիշատակում, նվաճման, որը Արցախն է։ Կարծես թե ըստ տարբեր գիտնականների Արցախն է։ Հիմա, բայց Ռուսա առաջինը իր արձանագրությունը, որ կա ամենաարևելյանը, դա ծովինարի արձանագրությունն է, որը ավելի արևմուտք է։ Այսինքն, այստեղ ինչ որ խնդիր է եղել տարածքային փոփոխություն։ Ընդ որում, գիտեք, այսօր մենք տեսեք ինչքան հետաքրքիր է, մենք Գեղարքունիքի մարզում, որը
հա Վելիքուխի հետ եւս կապ ունի Վելիքուխի երկրի եւ գլխավորապես Վեդուրի էթի ունի, ջրային էթի ունի, այսինքն ջրային էթի ունի, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը գլխավորապես էթի ունի երկիրներ, տեսեք Ռուսան ուրեմն ներկայիս Գավառ քաղաքի տեղում կառուցում է մի քաղաք, որը անվանում է Խալդի քաղաք, հա, Խալդի Աստծո քաղաք եւ այստեղ թողնում է մարզպետ։ Հիմա այսօր էլ մենք Գավառում ունենք մարզպետ։ Այսինքն նաև ինքը գիտեք հետաքրքիր է, որովհետեւ պատմությունը շատ հաճախ թվում է թե, բայց նաև որոշակիորեն այսպես կրկնվելու միտումներ ունի։ Շատ